Ղուկաս 21-րդ գլուխ։ Հիսուսը նայեց ու տեսավ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակի մեջ իրենց նվերներն էին գցում։ Տեսավ և մի աղքատ այրի կնոջ, որ 2 լումա գցեց այնտեղ, և ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատ այրին ավելի գցեց, քան բոլորը։ Նրանք ամենքը իրենց ավելորդը գցեցին Աստծու ընծաների մեջ, իսկ նա իր չքավորության մեջ իր ունեցած ամբողջ ապրուստը գցեց։ Երբ ոմանք տաճարի մասին ասում էին, թե գեղեցիկ քարերով և ընծաներով է զարդարված, նա ասաց. Պիտի գան օրեր, երբ այդ բոլորը, որ տեսնում եք, պիտի քանդվի, չպիտի թողնվի քար քարի վրա։ Հարցրին նրան և ասացին. Վարդապետ, երբ կլինի այդ, և ինչ կլինի նշանը, երբ այդ պատահելու լինի։ Եվ նա ասաց. Զգույշ կացեք, չխաբվեք, որովհետև շատերը պիտի գան իմ անունով և պիտի ասեն, թե ես եմ Քրիստոսը, և թե ժամանակը մոտեցավ։ Նրանց հետևից չգնաք։ Երբ լսեք պատերազմների և խռովությունների մասին, չզարհուրեք, որովհետև պետք է նախ այդ բաները պատահեն, բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու։ Այն ժամանակ ասաց նրանց. Ազգ ազգի դեմ պիտի ելնի և թագավորություն թագավորության դեմ, և մեծ երկրաշարժներ ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն։ Պիտի լինեն արհավիրքներ ու մեծամեծ նշաններ երկնքից։ Բայց այս բոլորից առաջ ձեզ պիտի ձերբակալեն և հալածեն։ Ատյանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ և կուսակալների ու թագավորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անվան համար։ Եվ այդ ձեզ համար պիտի լինի առիթ վկայության։ Արդ ձեր մտքում դրեք սա. նախորոք մի մտահոգվեք պատասխան տալու համար, որովհետև ես ձեզ բերան և իմաստություն կտամ, որին ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ։ Դուք պիտի մատնվեք և ծնողներից, և եղբայրներից, և ազգականներից, և բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն, և բոլորն իմ անվան համար պիտի ատեն ձեզ, բայց ձեր գլխից մի մազը անգամ չպիտի կորչի, և ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները։ Բայց երբ տեսնեք Երուսաղեմը շրջապատված զորքերով, այն ժամանակ իմացեք, որ նրա ավերումը մոտ է։ Այն ժամանակ նրանք, որ հրեաստանում են, թող փախչեն լեռները, և նրանք, որ Երուսաղեմի մեջ են, թող խույս տան, իսկ նրանք, որ գավառներում են, թող քաղաք չմտնեն, որովհետև դրանք վրեժխնդրության օրեր են, որպեսզի կատարվեն բոլոր գրվածները։ Բայց այն օրերին վայ հեղիներին և ստընտուներին, որովհետև մեծ տագնապ պիտի լինի երկրի վրա և բարկություն այս ժողովրդի հանդեպ։ Նրանք սրի պիտի քաշվեն, գերի տարվեն ողջ աշխարհով մեկ, և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի լինի հեթանոսներից, մինչև որ լրանան հեթանոսների ժամանակները։ Նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի և աստղերի վրա։ Երկրի վրա ազգերը պիտի խռովվեն և տագնապեն ահեղ ձայնի և ծովի փոթորիկի պատճառով։ Աշխարհի վրա գալիք պատահարների վախից և նախազգացումից մարդիկ մահամերձ պիտի լինեն, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն։ Եվ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու որդուն եկած ամպերի վրա զորությամբ և մեծ փառքով։ Եվ երբ սկսվի այս բանը, վեր կացեք և ձեր գլուխները բարձրացրեք, որովհետև մոտ է ձեր փրկությունը։ Եվ նրանց մի առակ ասաց. Նայեք թզենուն և ամեն մի ծառի։ Երբ իրենց բողբոջը ցույց են տալիս, տեսնում եք այն ու դրանից իմանում եք, որ մոտ է ամառը։ Նույնպես և դուք, երբ տեսնեք այս բոլորը կատարված, իմացեք, որ Աստծու արքայությունը մոտ է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչև որ այս բոլորը չկատարվի։ Երկինքը և երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Զգույշ եղեք ինքներդ ձեզնից։ Գուցե ձեր սրտերը ծանրանան զեղությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով, և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը, որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին։ Արթուն կացեք այսուհետև, ամեն ժամ աղոթք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու մարդու որդու առաջ։ Ցերեկը ուսուցանում էր տաճարի մեջ, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լեռան վրա, որը կոչվում էր Ձիթենյաց։ Եվ ամբողջ ժողովուրդը առավոտները վաղ շտապում էր նրա մոտ, տաճարում նրան լսելու։